Այդուհանդերձ շարժումը լրացնում է կրթության ոլորտում ՀՀ կառավարության անունից իրականացվող պետական քաղաքականությունը։ Այսինքն պետական գրանցում չենթադրող որևէ կազմակերպություն ինքը իր ռազմավարության ձևակերպմամբ ստանում է իրեն վերապահում է լրացնել արդեն 5 րոպեա հարց է ձևակերպում։ Այսինքն տեղից վերկացողը կարա այդպիսի մի հատ ձևակերպում տա ու գա պետական քաղաքականությունը կրթության ոլորտում լրացնի։ Սրան դուք որպես կրթության նախարար ինչպես եք նայում։ Անկեղծ ասած, Տիկին Գյուրեղյան, ձեր հարցը ինձ շատ հասկանալի չի, որովհետև կարծում եմ, որ եթե մենք խոսում ենք այն մասին, որ մարդիկ պիտի իրենց վրա աշխատեն, պետք է հասկանան, թե որտեղ են իրենց գիտելիքի, այդ թվում բացերը եւ դրանք փորձեն լրացնել, այդտեղ ոչ մի նորություն չկա։ Եվ եթե մենք ունենք այդ շարժումը, որը աջակցում է մեծահասակների կրթությանը եւ ոչ միայն, որը աջակցում է մեր հասարակության ներսում արկա խնդիրների ձևակերպմանը եւ այդ խնդիրների շուրջ աշխատանքին, դա չի կարող որևէ ռազմավարությանը խոչընդոտել։ Դա գալիս է լրացնելու ցանկացած ռազմավարություն, որտեղ կարծում եմ մենք ունենք մի ռազմավարություն, դա մեր երկրում մարդկային կապիտալի զարգացումն է, յուրաքանչյուր անձի լիարժեք իրացումն է եւ ցանկացած խոսակցություն, ցանկացած ռեֆլեքսիա տանում է դրան։ Այս խոսակցությունն էլ է ռեֆլեքսիայի մի ձև, եթե մենք դրան ճիշտ վերաբերվենք։ Եվ եթե դուք հանրային հարթակների ձևավորման, որտեղ մարդիկ խոսում են կարևոր հարցերից, պրոբլեմ եք տեսնում, ես այդ պրոբլեմը երբեք չեմ տեսել ու չեմ տեսնի, ու ես այդտեղ չեմ հասկանում ձեր հարցադրումը, ինչու պետք է ես դրա հանդեպ ինչ որ այլ վերաբերմունք ունենամ։ Ես կարծում եմ, որ այդ խոսակցությունը կարևոր է, ես կարծում եմ, որ ընդհանրապես ինչքան շատ մարդիկ խոսեն եւ հասկանան իրենց պրոբլեմները, այնքան մենք ավելի շատ հնարավորություններ կունենանք այդ պրոբլեմները լուծելու։ Իսկ ինչ մնում է կրթվելը նորաձևին, իմ գրանցվելուն, դե կներեք էլի, այն բանախոսները, որոնք այդ շարժմանը իրականացնում են այդ շարժումը, այդ բանախոսների Facebook-յան բառապաշարը լսելուց հետո, տեսնելուց, կարդալուց հետո, ես ընդհանրապես ես թույլ չեմ տա այդ լսարան մտնել։ Տիկին Գյուրեղյան, դե շարունակեք չիրազեկված դատողություններ անել։ Խնդրեմ Տիկին Անդրեաս։ Տիկին Գյուրեղյան, մենք ոչ սխալ ենք հաշվել, ոչ էլ մտածել ենք, որ չգիտենք ինչի այդ գործ ունենք։ Փոփոխությունները տեղի են ունենում այն ժամանակ, երբ որ մենք մեր առաջ դնում ենք նպատակներ, որոնք դժվար իրագործելի են։ Գիտեք, տարիներ շարունակ ռազմավարությունները գրվել են մի ձևով, որ ինչ որ մեր ընթացիկ գործունեությունն է, մի քիչ գեղեցիկ բառերով ձևակերպել ենք եւ դրել ենք որպես նպատակ, եւ դա թույլ է տվել, որ մենք առավոտյան 9-ից 6-ը ոչինչ չանենք եւ ռազմավարությունը թղթի վրա իրականացվի։ Մենք այդպիսի ռազմավարություններ չենք գրում։ Մենք գրում ենք ռազմավարություններ, որոնք մեր հարմարավետության շրջանակից մեզ դուրս են հանում եւ ստիպում են անել ավելին, քան մենք այդ պահին գուցե մտածում ենք, որ կարող ենք։ Միայն այդպես է տեղի ունենում փոփոխությունը։ Եվ ես միայն ուրախ եմ, որ 300 դպրոց 500 մանկապարտեզը, որտեղ դա մենք մեր անձերի համար չենք անում, մեր երկրի համար այդ միջավայրն ու հնարավորությունը բացի։ Իսկ կրթվելը նորաձևային է, մասնակցելը ձեր իրավունքն է, բայց եթե ձեր հարցը լիցենզավորման մասին էր, նման ուրեմն գործընթացների լիցենզավորման կարիք ընդհանրապես չկա, օրենսդրության հետ կապված որևէ խնդիր չկա եւ ոչ ֆորմալ կրթական գործընթացը իրականացվում է այնպես, ինչպես որ պիտի իրականացվի։